ինչպես կազդի մանավանդ ներկայիս մեր տնտեսական հնարավորությունների վրա, մեր տնտեսության վրա եւ հետագայում ինչ պետք է արվի այդ համատեքստում, որովհետեւ դիմակայենք, պարզե որ ճնշում կլինի մեծ։ Ասեմ, երկու փուլ ունի ազդեցությունը։ Առաջին փուլում դա կլինի այն, որ քանի որ Վրաստանով են հիմնականում բերվում թուրքական ապրանքները գալիս էին Վրաստանում ձևակերպված ֆիրմաների միջոցով կամ միջնորդների միջոցով, փաստաթղթերը փոխվում էին, որտեղ Թուրքիան արգելում էր իր մոտ ցույց տալ պաշտոնական առևտուր Հայաստանի հետ։ Թուրքիայի վիճակագրությունը պաշտոնապես զրո է ցույց տալիս առևտուրը Հայաստանի հետ։ Դրա համար, քանի որ այդ միջնորդավաճառները կարող են վերանալ կամ Վրաստանում կամ Դուբայում, ասենք թե այդ ֆիրմաների գրանցումը դրանց միջոցով բերելը այլևս չլինի, որտեղ ասեն ուղի ձևով կարող են բերել, հետևաբար այդ առումով կլինի որոշակի գուցե ավելի եկամտաբեր առևտուրը։ Այսինքն ես վստահ չեմ, որ ֆիրմաները հայկական, որոնք ներկրում են թուրքական ապրանք, ավելի կեժանացնեն դրանք, կարող է ուղղակի չեժանացնեն, բայց իրենց համար ավելի եկամուտներ լինի, որտեղ իրենք արդեն միջնորդներին կամ Վրաստանում ավելի գումարներ չեն ծախսի։ Բացի դրանից նաև մյուս օգուտը, եթե բարձի Գյումրի ճանապարհը, երկաթգիծ կամ ավտոճանապարհ, ապա ապրանքները այլևս Վրաստան չեն մտնի, տրանսպորտային լոգիստիկան ավելի կեժանանա, ավելի տևողությունը ժամանակի առումով կկրճատվի, ավելի հեշտ կբերեն, ավելի արագ կբերեն ապրանքները դեպի Հայաստան միանգամից։ Նույն կերպ Հայաստանից կարտահանվի դեպի Թուրքիա կամ Թուրքիայի միջոցով երրորդ երկրներ։ Նույն ձևով երրորդ երկրների ապրանքները կգան Թուրքիայով որպես տրանզիտային գյուղ կմտնեն Հայաստան։ Այսինքն նախադրյալներ կան, որ տրանսպորտային գները կարող են կրճատվել մեկ եւ միջնորդավճարները վերանան, որի պատճառով ապրանքները սկզբունքորեն պիտի էժանանան։ Եթե նույնիսկ չեժանանան, ապա ավելի եկամտաբեր կդառնա այդ ընկերությունների գործունեությունը։ Դա առաջին փուլն է։ Երկրորդ փուլում արդեն հիմա խոսում եմ միայն առևտրի մասին, բայց ես ենթադրում եմ, որ առևտուրը միշտ տնտեսական համագործակցության սկիզբն է լինում։ Ես ենթադրում եմ, որ հետո արդեն կվերածվի տնտեսական համագործակցության Թուրքիայի Հայաստանի միջև եւ դա արդեն ավելի եւ դրական եւ ավելի մեծ բացասական ռիսկեր ունի։ Դրականը կլինի այն, որ Հայաստանի տնտեսությունը իր աճելու զուգընթաց ինչի որ պահանջարկ ունի Թուրքիայից ավելի հեշտ կբերի, որտեղ Թուրքիան բավականին զարգացած տնտեսություն ունի, հատկապես թուրքական հոսքագծերը, սարքավորումները, ապրանքները, տարբեր որոնք որ օգտագործում են Հայաստանի տարբեր արդյունաբերական ճյուղերում եւ գյուղատնտեսության համար կարող են ավելի հեշտ ներկրվել, ավելի հարմար պայմաններով։ Բացի դրանից էլ նաեւ գյուղմթերքները իհարկե։ Հիմա շատերը խոսում են այն մասին, որ գյուղմթերքների առումով գյուղատնտեսության վրա կազդի կամ ցածր գները մրցակցություն կառաջացնեն, այդ բոլորը հնարավոր է, բայց ավելի վտանգավոր է մեզ համարում տնտեսական համագործակցության շրջանակներում թուրքական ընկերությունների էքսպանսիան, որոնց նաև կարող է նպաստել, աջակցել թուրքական կառավարությունը եւ նաև գուցե նույնիսկ հորդորել ներքին կարգով։ Ինչն է դա։ Առաջինը, որ եթե Թուրքիան ուզենա տնտեսությունը գրավել Հայաստանի եւ ունենալ ազդեցություն հայկական տնտեսության վրա, ապա կարող է մի քանի կարևոր ուղղություններ փորձել ձեռքը դնել այդ ուղղությունների վրա։ Առաջինը ֆինանսական շոկան, այսինքն բանկերի ձեռքբերում, բանկերի հիմնադրում կամ բանկերում փայատոմսերի ձեռքբերում եւ ֆինանսական շուկայի վրա որոշակի վերահսկողություն, վարկեր եւ այլն, դրանով նաեւ ինֆորմացիաներ ունենալ ընկերությունների մասին, քաղաքացիների մասին եւ այլն, դա մեկ։ Երկրորդը անշարժ գույքի շուկան, որը որ կարող են թուրքական խոշոր բրոկերային ընկերությունները պատրաստի շենքեր ձեռք բերել Հայաստանում, որոնք որ կառուցապատողները կառուցում են ու դժվար են վաճառում այսօրվա վիճակով բնակարանները, կարող են ասենք թվի ամբողջ շենք ձեռք բերել, հետո այդ բնակարանները իրացնել եւ ասեն թե ում կիրացնեն այդ բնակարանները, այդ ասեն ռիսկերից մեկն է նույնպես թուրքեր կառնեն, ադրբեջանցի կառնի, այլ երկրի քաղաքացի կառնի, այսինքն եթե լինի քաղաքականություն Հայաստանում հատուկ էքսպանսիա անելու, ապա այդ քաղաքականության համար իրենք նման այլևս կդիմեն նաև անշարժ միջոցով։ Երրորդը վտանգավոր, որ կարող են իրենք ազդեցություն ձեռք բերել, դա հյուրանոցային բիզնեսն է, տուրիզմի հետ կապված, որտեղ հյուրանոցային բիզնեսն ունի խոցելի տեղեր, հյուրանոցների կառուցում կամ ձեռքբերում եւ դրանով որոշակի ազդեցություն ունենան հյուրանոցային բիզնեսի վրա։ Թուրքիան տուրիզմով զարգացած երկիր է բավականին,
իհարկե կորոնավիրուսից հետո նվազեց որոշակիորեն, բայց մինչ այդ Թուրքիան ամենաէժան հարմար տուրիստական երկրներից մեկն էր։ Տուրիստները գնում են երկու ճանապարհով, մեկը Անտալիա եւ այլն հանգստանալու, մյուսը գնում են Ստամբուլ, ասենք առևտրի համար, որպես խոշոր քաղաք, որ ունի հազարավոր խանութներ, փողոցներ խանութներով լցված տարբեր ապրանքների համար եւ այլն։ Եվ հետեւաբար իրեն կարող են նաեւ դրա վրա ազդեցություն ունենալ եւ չորրորդը կարծում եմ, որ էլ էքսպանսիայի նպատակով կարող են ֆիրմաներ գրանցել Հայաստանում, այդ ֆիրմաներով փորձեն հող ձեռք բերել կամ հողեր վարձակալել, մանավանդ որ այդ գյուղացիները դեպքերում այդ հողերը ձեռքկրակն են ընկել, կոպիտ ասած, են կարողանում մշակել, այդ հողերը դեգրադանում են, հետեւաբար ասենք կարող են նաեւ նման նպատակներ ունենալ։ Այսինքն ես միշտ ավելի զգուշացնում եմ բոլոր մակարդակներում, որ մեր պետական նաև պաշտոնյաներին, որ ոչ թե այդպես ռուսիկ մոտենալ, որ առևտրի հետ կապված խնդիր չունեն կամ առևտուրը առանձնապես գների առումով խնդիրներ չառաջացնի, դեմպինգ չառաջացնի, ապարտությունները քանել ռիսկային չի, ինչ որ առնում ենք դա ենք առնելու կամ մի քիչ թողնենք ավելին վտանգ, բայց տնտեսական բլոկում իսկ տեսնում եմ լուրջ վտանգներ։ Իմ թվարկած ուղղությունների մեջ եւ 5-րդ նաև գոդաշտը, դա ասենք շինարարությունն է, որ Թուրքիան կարող է լինել այնպիսի տենդերներ, որոնք նաև ինտերմասնակցի եւ հաղթի, եթե աշնանաբար տնտեսական համագործակցությունը փորանա, Թուրքիան շինարարական ոլորտում շատ ուժեղ է, Թուրքիան ուժեղ է մետաղական շինարարական նյութերի ներկերի արտադրության մեջ եւ ցեմենտի։ Աշխարհում Թուրքիան ցեմենտ արտադրող ամենախոշոր երկրներից մեկն է։ Հիմնականում 58-56 գործարան, որոնք որ արտադրում են միասին վերցրած մոտավորապես 78 միլիոն տոննա ցեմենտ։ Եթե երկաթգիծ աշխատի, իրենք նաև ցեմենտ կբերեն, շինանյութ կբերեն, այսինքն իրենք շինարարությունը կկատարեն իրենց նյութերով, ավելի էժան, որակով, շինարարական տեխնոլոգիաներին տիրապետում են, հետևաբար ասենք շինարարության ոլորտում կարող են էքսպանսիա կատարել։